Ողջույն, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Գերմանիայում բնակվող բժիշկ, թերապևտ, արյունաբան Տարոն Սարիբեկյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն ձեզ։ Մեծ զրույցը թերևս սկսենք մասնագիտության ընտրությունից։ Գիտեմ, որ դեռ մանկուց ցանկացել եք բժիշկ դառնալ, բայց ինչպես ընտրեցիք հենց նեղ մասնագիտացումը արյունաբան։ Շատ լավ։ Այո, ճիշտ եք։ Մանկուց միշտ երազել էի բժիշկ դառնալ ու իմ մոտիվացիան մայրս էր, ով բուժքույր էր մասնագիտությամբ ու իրենից ներշնչվելով միշտ ցանկացել էի մարդկանց օգնել ու դա էր հենց պատճառը, որ ընտրեցի բժշկի մասնագիտությունը։ Հայաստանում բնականաբար անցա բակալավրիատը, այնուհետև մագիստրատուրան եւ արձինատուրան, այսինքն նեղ մասնագիտությունը ընտրելու ժամանակ կանգնեցի ընտրության առաջ եւ հանգեցի նրան, որ ուզում եմ արյունաբան դառնալ, քանի որ ցիկլերի ժամանակ բժշկականի միջոցով անցկացվող այդ ցիկլերի ժամանակ արյունաբանությունը անցել էի Զեյթունի արյունաբանական կենտրոնում ու տեսել էի, թե ինչքան հիվանդ երեխաներ կան ու այն ժամանակ քիչ էին բժիշկ մասնագետները, բժիշկ արյունաբանները եւ դա էր պատճառը, որ ընտրեցի արյունաբանի մասնագիտությունը։ Այնուհետև կրթաթոշակ ստանալով ուսումը շարունակել եք արտերկրում։ Այո, DAAD ծրագրի միջոցով ստացա կրթաթոշակ երիտասարդ գիտահետազոտողների համար եւ արեցի research կամ հետազոտական ծրագիր Բեռլինի Շարիտեում եւ դրանից հետո արդեն ստացա աշխատանքի հրավեր Գերմանիայում ու այնտեղ շարունակեցի գործունեությունս։ Հայաստանում բուհական կրթությունը ավելի շատ հետսովետական է, այսինքն մենք սովետական, այսպես ասած, համակարգի հետևորդներ ենք, եթե կարելի է այդպես անվանել։ Գերմանիայում ավելի շատ արևմտյան, այսպես ասած, բժշկություն է, որը որ իրականում հսկայական չի տարբերվում մեր անցած բժշկությունից, բայց էական տարբերություններ թերևս կան։ Զրույցներից մեկի ժամանակ տարիներ առաջ դուք ասել եք, որ պետք է հիմնականում բուհ ընդունվեն դպրոցում լավ սովորող երեխաները, բայց դա մի քիչ հակասական է, որովհետև կարող է դպրոցում անգիր անելով սովորեն, ստացվի, որ լավ են սովորում։ Շատ լավ։ Իրականում շատ հետաքրքիր հարց է։ Գերմանիայում կա այսպես մի շատ կարևոր մոտեցում, այն ուսանողները, այն աշակերտները կարող են դիմել ուսուցման կամ կրթության բուհում, եթե իրենք ունեն միջինը 1, մեկը իրենց համար լավագույն գնահատականն է։ Այսինքն, եթե աշակերտները աշակերտական տարիների ընթացքում, դպրոցական տարիների ընթացքում գերազանց առաջադիմություն չեն ցուցաբերել, փաստորեն իրենց մոտ իրենք չունեն հնարավորություն դառնալու բժիշկ։ Այսինքն իրենք ունեն հնարավորություն բժիշկ դառնալու, բայց դա անում են արտերկրում։ Օրինակ Ռումինիայում, Բուլղարիայում, այսինքն Եվրոպական միության այլ երկրներում, որտեղ որ արգելված չի սովորել բժշկություն, բայց կոնկրետ Գերմանիայում իրավունք ունեն սովորել միայն այն աշակերտները բժշկություն, ովքեր որ ունեն գերազանց միջին ամբողջ ընթացքում։ Իհարկե կան բացառություններ, բացառություններից մեկը օրինակ, երբ որ աշակերտները իրենց դպրոցական կրթությունից հետո անցնում են մեկ այլ մասնագիտացում, օրինակ բուժքույրական մասնագիտացում, եւ դրանից հետո սպասում են, այսինքն իրենք ունեն մեկ մասնագիտացում եւ դա իրենց հնարավորություն է տալիս, այսպես ասած կոմպենսացնում է այդ միջինի մեկից բարձր լինելը եւ դրանից հետո իրենք ունենում են հնարավորություն բժշկություն ուսանելու։ Ընդհանրապես բժիշկը քանի տարի պետք է աշխատի, որ համարվի պրոֆեսիոնալ։ Շատ ինդիվիդուալ է իրականում, կախված է անհատից, որովհետեւ կան բժիշկներ, ովքեր որ շատ կարճ ժամանակահատվածում կարողանում են անցնել այդ բժշկական մտածողությանը, անալիտիկ մտածելակերպին, կարողանում են հասկանալ հիվանդությունը, ինչպես պետք է հիվանդության հետ աշխատել, բուժել հիվանդությունը, բուժել հիվանդին, եւ դա շատ ինդիվիդուալ է։ Կան բժիշկներ, ովքեր որ շատ երկար տարիներ աշխատում են հիվանդանոցում, բայց անում են ռոբոտային ձևով, այսինքն պրոտոկոլներ, որոնք որ այդ հիվանդանոցի համար ընդունված են, արվում է հենց այդպես, եւ կան մարդիկ, ովքեր որ ավելի շուտ են մտնում համակարգի մեջ, հասկանում են էությունը, ինչ պետք է իրենք անեն ու բնականաբար պրոֆեսիոնալ են դառնում։ Գերմանիայում մի շատ լավ արտահայտություն կա, ասում են ոչ մի մաստեր երկնքից չի ընկել, այսինքն դա տարիների աշխատանք է, տարիների ժամանակ հավաքվող փորձի արդյունք է։ Այնտեղ կա լիցենզավորում բժիշկների։
կամ ատեստավորում։ Այո, բնականաբար կա եւ արտասահմանյան կրթությունը ճանաչվում է, որոշ երկրներից իրենք միանգամից ճանաչում են եւ տալիս են սերտիֆիկատը, այսինքն սերտիֆիկացված բժիշկ, ապրոբացիա է կոչվում գերմաներենում, եւ կա տարբերակներ, կան երկրներ, որոնց հետ իրենք այդպես համագործակցությունը այնպես եւ պայմանավորվածությունը այնպեսին է, որ սկզբից պետք է հանձնել քննություններ, օրինակ Հայաստանի դեպքում այդպես էր, իրենք առաջ պայման դրեցին, որ ես պետք է 2 քննություն հանձնեմ, որոնցից մեկը բժշկական տերմինաբանության լավ տիրապետումն է, գերմաներենով կոչվում է Fachsprachenprüfung, իրենից ենթադրում է գերմաներեն լեզվի բժշկական տերմինաբանության լավ իմացություն եւ երկրորդ քննությունը վերաբերում է ընդհանուր բժշկագիտությանը, բժշկությանը, այսինքն մասնագիտական հարցեր։ Եվ այդ 2 քննություններից հետո ճանաչում են իրենք մեր անցած բժշկությունը Հայաստանում եւ տալիս են մեզ այդ ապրոբացիա կոչվածը, որը որ հնարավորություն է տալիս բժշկական գործունեություն ծավալելու։ Օրինակ Հայաստանում բժիշկները այնքան է չեն սիրում on-line խորհրդատվությունը, արտերկրում ինչպես է։ Շատ հետաքրքիր բան եք ասում, բժիշկները չեն սիրում on-line խորհրդատվություն, որովհետև շատ ճիշտ է հիվանդին տեսնել, այսպես ասած live, կենդանի, այսինքն երբ որ հիվանդը քո առջևում է նստած, դու կարողանում ես հիվանդին մոտենալ, հետազոտել, դա շատ կարևոր է, այսպես ասած արդյունավետ կոնսուլտացիա անցկացնելու համար, բայց ինչպես տեսնում եք դիգիտալիզացիան եւ այս ամբողջ ինտերնետային զարգացումները, այսպես ասած, մեզ բերում են նրան, որ այո, տելեմեդիցին ասածը կամ տելեբժշկություն, չգիտեմ ոնց են հայերեն դա ասում, բայց սա մեծ թափ է առնում։ Ես ինքս Գերմանիայում անում եմ կոնսուլտացիաներ հայերի համար, որովհետև եթե ինձ դիմում են, ես չեմ մերժում, ուզում եմ իմ հայրենակիցներին անպայման օգնած լինեմ։ Բնականաբար ես իրենց ի սկզբանե ծանոթացնում եմ պայմաններին եւ ասում եմ, որ ես հնարավորություն չունեմ ձեզ անձամբ հետազոտելու, բայց ես կարող եմ տեսնել ձեր հետազոտության պատասխանները, եթե դա ինձ հնարավորություն է տալիս ինչ-որ մի ախտորոշման գալու, ես ախտորոշում եմ հիվանդությունը եւ ասում եմ, թե ինչպիսին է հետագա տակտիկան։ Միաժամանակ անպայման խորհուրդ եմ տալիս լինել տեղում մեկ այլ բժշկի հսկողության տակ, որպեսզի հանկարծ ինչ-որ մի բան ընթացքում, ինչ-որ բարդություններ եւ այլն չառաջանան։ Եթե խոսքը վերաբերվում է նրան, երբ որ հիվանդները անցել են որոշակի հետազոտություններ եւ ուզում են հասկանալ հետազոտությունների արդյունքները, այսինքն չեն բացատրվել ինչ-ինչ պատճառներով կամ բժշկի հետ ժամանակ չի եղել զրուցելու, թե բժշկի կողմից, թե իրենց կողմից, այդ դեպքում ես մեծ սիրով առաջարկում եմ իրենց, տրամադրում եմ այդ ժամանակը եւ մանրամասը բացատրում եմ էությունը հիվանդության, թե ինչպես պետք է այդ հիվանդության հետ այսպես ասած վարվել եւ այսօր փաստացի Եվրոպայում այդ տելեմեդիցին ասվածը շատ մեծ թափով առաջ է ընթանում, մենք ունենք նույնիսկ անհետաձգելի բժշկության ժամանակ շտապօգնության բժիշկ, ով որ էկրանից այս կողմ նստած ուղակի ասում է, թե ասիստենտները ինչ պետք է անեն այդ պահին։ Բնականաբար ասիստենտները պետք է ունենան համապատասխան փորձ անելու այդ ամեն ինչը որ կասի բժիշկը, բայց վերջնական բժշկական որոշումները կատարվում են բժշկի կողմից, ով որ նստած է էկրանի մեկ այլ կողմում։ Մեզ մոտ քանի որ 2026 թվականից ներդրվելու է առողջապահական ապահովագրությունը, դա ենթադրում է նաև շտապօգնության ցուցաբերած օգնությունը։ Շատ լավ։ Ինչպես հասկացա, հիմնականում ամեն կանչի դեպքում մեր բժիշկները չեն ժամանելու դեպքի վայր եւ նախարարը նշեց, որ պետք է հասկանան սա լուրջ դեպք է, որ գնան, թե ոչ։ Հիմա ասենք ես զանգարել եմ, ես չգիտեմ իմ դեպքը լուրջ է թե անլուրջ, ինչպես պետք է բժիշկը հասկանա։ Հիանալի հարց է։ Դեռևս այն ժամանակներում 15-ից 17 18 թվին, երբ որ ես աշխատում էի Հայաստանում որպես նաև որպես շտապօգնության բժիշկ, մենք միշտ բարձրացնում էինք այդ հարցը, որ այնպես չի, որ մենք միշտ պետք է գնանք հիվանդների մոտ, որովհետև երբեմն հիվանդները, քանի որ դա անվճար օգնություն էր, պետպատվեր էր, այսինքն պետությունն է հոգում ծախսերը, հիվանդները զանգում էին թոք աուսկուլտացիա անելու կամ ջերմություն չափելու համար, ինչ որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ որ հիվանդները չեն վեր կացել անկողնուց ու պատուհան փակելու համար շտապօգնություն ահազանգել։ Դա է պատճառը, մենք բնականաբար պայքարում ենք դրա դեմ ու ուզում ենք, որ մեր աշխատանքը արդյունավետ լինի, որպեսզի լուրջ շտապօգնության կանչերը
չուշանան, սպասարկումը լուրջ կանչերի չուշանա ու համապատասխանաբար մահացության տոկոսը իջնի։ Եվ շատ լավ եմ գնահատում այդ հանգամանքը, շատ ողջունելի է, որովհետև այնտեղ, երբ որ դուք զանգում եք շտապօգնություն, այնտեղ նստած են համապատասխան մասնագետներ, միգուցե եւ ոչ բժիշկներ, միգուցե եւ բժիշկներ չեմ կարող ասել, բայց կան համապատասխան մասնագետներ, ովքեր որ կարողանալու են զտել լուրջ կանչերը ոչ այդքան լուրջ կանչերից։ Երևի սխալ է ասել ոչ լուրջ եւ լուրջ կանչեր, եթե դա կանչ է, ապա մարդիկ ունեն օգնության կարիք, բայց շատ կարեւոր է հասկանալ ինչքան հրատապ է այդ օգնության կարիքը։ Եվ հրատապ օգնություն ունեցող, բժշկական օգնություն ունեցող անձանց բնականաբար կուղարկեն բժիշկների ուղեկցություն, այսինքն բժիշկը կգնա իր ասիստենտի հետ հիվանդի մոտ, իսկ մնացած դեպքերում, երբ որ խնդիրը այդքան հրատապ չի, այդ դեպքում կարող են նաև բուժակները այցելել հիվանդին եւ անել չափումներ օրինակ։ Դա միգուցե եթե իրենք նաև ներդնեն տելեմեդիցինը որպես այդպեսին, երբ որ բժիշկը կարող է բուժակը, երբ որ տեսնի ինչ որ խնդիր է, զանգել բժշկին եւ տեղեկացնել թե ինչ է կատարվում եւ բժիշկը կարող է որոշել ինքը կգնա այդ դեպքի վայր թե ոչ։ Գերմանիայում դա վճարովի ծառայություն է։ Այո, դա Գերմանիայում վճարովի ծառայություն է։ Գերմանիայում ի սկզբանե համակարգը ամբողջովին տարբերվում է հայկական համակարգից։ Այնտեղ սկզբնական կանչը միշտ բաժին է հասնում այսպես ասած բուժակներին կամ անհետաձգելի օգնության սանիտարներին, ովքեր որ ժամանում են տուն, որտեղից որ կանչ է եկել է կամ փողոց, որտեղից որ կանչ է եկել է, եւ ցուցաբերում են առաջի օգնություն ու հասկանում են ինչքանով է բարդ վիճակը, այսինքն չափում են հիվանդի կենսական պարամետրերը եւ տեսնում են, եթե կենսական պարամետրերը նորմայի սահմաններում չեն եւ տատանվում են, որը որ կարող է վտանգ սպառնալ հիվանդի կյանքին, բնականաբար իրենք շատ արագ ահազանգում են բժշկին եւ խնդրում են, որպեսզի բժիշկը նույնպես վարորդի ուղեկցությամբ ժամանի։ Եվ մեկ ամբողջ քաղաքի համար, որը որ ունի մոտավորապես 200,000 բնակչություն, ընդամենը 2 բժիշկ են հերթապահում մեկ օրվա ընթացքում, այսինքն այդ կանչերը, բայց լինում են բազմաթիվ կանչեր, որոնց որ ինչպես արդեն ասեցի, անհետաձգելի բուժօգնության սանիտարներն են սպասարկում եւ 7-ից 8, եթե ասեմ միջինացված այդպես թիվ, երբ որ ես օրինակ հերթապահում եմ այնտեղ որպես անհետաձգելի օգնության բժիշկ կամ շտապ օգնության բժիշկ, ես միջինում ունենում եմ 7-ից 8 կանչ, երբ որ իրենք կանչում են լուրջ միջամտության համար, ինչպիսին է օրինակ արհեստական շնչառության ապահովումը, ինտուբացիա ասածը, կամ երբ որ հիվանդի ճնշումը շատ տատանվում է կամ ցածրացել է շատ եւ շատ արագ պետքա դեղորայքային ինչ որ որոշումներ կայացնել, այդ դեպքում բնականաբար բժշկի ներկայությունը պարտադիր է։ Քաղաքացիները տարբերվում են հայերից։ Տարբերվում են, ցավոք սրտի պետք է նշեմ, որ գիտակցությունը Գերմանիայի քաղաքացիների կամ Գերմանիայի բնակչության տարբերվում է մերինից, նրանք ավելի շատ հետաքրքրված են իրենց առողջությամբ, նրանք ամեն չնչին անհրաժեշտության դեպքում դիմում են բժշկի, որպեսզի կարողանան ժամանակին ախտորոշել իրենց հիվանդությունը ու բնականաբար բուժել։ Դա գալիս է նրանից, որ իրենք ունեն ապահովագրական համակարգ, այսինքն ծախսերը այդ առողջապահական համակարգում հոգում է բժշկական ապահովագրությունը։ Ցավոք սրտի մեր երկրում դա դեռևս համատարած չի արկա, ինչպես հետևում էի Facebook-ում եւ առողջապահության նախարարի գրառումներից հասկացա, որ նախատեսում են թոշակառուների համար ներդնել առողջապահական ապահովագրություն, որը որ գտնում եմ իդեալական, շատ լավ է։ Հուսով եմ, որ բնակչությունը մեր առհասարակ մի որոշ ժամանակ հետո, հուսով եմ մոտ ապագայում կունենան բժշկական ապահովագրություն, որը որ շատ կհեշտացնի ու կթեթևացնի մեր բժիշկների աշխատանքը նաև ու առհասարակ բժշկության ոլորտում բոլոր մարդկանց աշխատանքը եւ բնականաբար քանի որ հիվանդները սեփական միջոցների հաշվին պետքա գնան հիվանդանոց եւ երբեմն իրոք կարիք ունեն շատ լուրջ եւ թանկարժեք հետազոտությունների, ինչպիսին են օրինակ MRT-ն, յամեր ասածը կամ կատեն համակարգչային շերտագրությունը եւ երբ որ հիվանդները փող չունեն, բնականաբար չեն ունենում հնարավորություն ժամանակին ախտորոշվելու եւ բուժվելու ու այն ինչպես հայերն են սիրում ասել դանակը ոսկորին հասած վիճակ է երբ որ ախտորոշվում է հիվանդությունը արդեն այնպիսի փուլում է գտնվում երբ որ
շատ քիչ բան կա ցավոք անելու բժշկական տեսանկյունից։ Հայաստանում շտապ օգնության բժիշկները հատկապես պարբերաբար լինում է, որ բռնության են ենթարկվում։ Գերմանիայում նման դեպքեր ևս լինում են։ Լինում են, բայց շատ հազվադեպ դա հիմնականում օտարազգի բնակչությունն է, արաբների կամ թուրքերի կողմից։ Բժիշկները շատ ապահովագրված են Գերմանիայում, Գերմանիայի քաղաքացիները գիտեն, որ եթե իրենք բռնություն գործադրեն, դա շատ խիստ է անդրադառնալու իրենց վրա, նույնիսկ կարող են ազատազրկման ենթարկվել։ Ցավոք սրտի Հայաստանում վիճակը այլ է, որովհետև նախ կանչերն են շատ, ինչպես արդեն նշեցի, ամեն չնչին առիթի համար կանչվում է շտապ օգնության բժիշկ եւ բնականաբար բժիշկների քանակը այդքան բավարար չի, որպեսզի կանչերը շատ արագ սպասարկվեն։ Երբ որ կանչերը կուտակվում են ու բոլոր բժիշկները այդ պահին կանչեր են սպասարկում, հետագա կանչերը բնականաբար պետք է սպասեն, մինչև որ բժիշկները նախորդ կանչերից դուրս գան ու ժամանեն։ Եվ այդ դեպքում արդեն ուշանում են, որոշ դեպքերում շատ լուրջ կանչեր են ուշանում եւ հիվանդը նույնիսկ կարող է մահանալ եւ աֆեկտի տակ գտնվող հարազատը բնականաբար կարող է նաեւ աֆեկտի ազդեցության տակ հարձակում գործել եւ դա շատ վտանգավոր է մեր բժիշկների ու մեր բուժաշխատողների համար առհասարակ։ Ես նաև շատ ակտիվ հետևում եմ հայաստանյան բժշկության զարգացմանը եւ առհասարակ թե ինչ որոշումներ են կայացվում եւ լսեցի, որ քրեորեն արդեն պատժելի է բժշկի կամ բուժաշխատողի նկատմամբ բռնություն կիրառելը։ Շատ ողջունում եմ դա շատ վաղուց պետք է արված լիներ։ Ես ինքս մի անգամ եղել եմ զոհ, այսպես ասած, հարբած պացիենտի կողմից ենթարկվել եմ հարձակման դանակով։ Այն ժամանակ հիշում եմ, մենք նույնիսկ փորձեցինք ոստիկանություն դիմել, բայց դա մեծ արդյունք չտվեց։ Բայց հուսով եմ, որ երբ որ արդեն կարողանան բարեփոխումները մտցնել ու այնպես անել, որ ոչ բոլոր կանչերին բժիշկը ներկայանա, այդ դեպքում արդեն բժիշկները կունենան մի փոքր ավելի, այսինքն չեն ուշանա լուրջ կանչերից, եւ դա էլ կհանգեցնի նրան, որ ագրեսիվ հարազատներ կամ ագրեսիվ հիվանդի հարազատներ չեն լինի կամ չեն վնասի բուժաշխատողներին։ Առողջապահական ապահովագրությունը ինչ է ենթադրում, մարդիկ որքան ժամանակ հետո պետք է գնան ստուգումների կամ ինչն է անվճար, ինչը վճարովի։ Այսպես ասեմ, ուրեմն բոլոր լուրջ առողջապահական, այսպես ասած, բոլոր հիվանդությունները բնականաբար ծածկվում են առողջապահական ապահովագրության կողմից, իսկ էսթետիկ միջամտությունները, ինչ որ փոփոխությունները մարմնի, որը որ տվյալ հիվանդի, չասեմ հիվանդ, տվյալ մարդու ցանկությամբ են, օրինակ ենթադրենք քթի կորեկցիա կամ, չգիտեմ, կրծքերի մեծացում կամ ինչ որ այլ կոսմետիկ միջամտություններ, դրանք բնականաբար վճարվում են մարդկանց կողմից, իսկ հիվանդության պաթոլոգիաների բուժումը միշտ ծածկվում է առողջապահական ապահովագրության կողմից, ուշացումներ չեն լինում, որովհետև հիվանդը ուղղակի կարող է դիմել հիվանդանոց եւ խնդրել օգնություն։ Երբեմն ամբուլատոր ծառայություններից օգտվելու համար հիվանդները այո պետք է հերթագրվեն, կա առողջապահական ապահովագրության երկու տեսակ, մեկը պետականն է, մեկը անհատականը։ Անհատականի դեպքում շատ արագ են ստացվում այդ պայմանավորվածություններ ձեռք բերել, այսինքն appointment վերցնելը, այսպես ասած բժիշկի մոտ, եւ իրենք շատ արագ կարողանում են անցնել տվյալ հետազոտությունը։ Պետական ձևով ապահովագրված մարդիկ երբեմն սպասում են մի փոքր, որտեղ ամբուլատոր հատվածում բժիշկների մեծ անբավարարություն կա, այսինքն Գերմանիայի ամբողջ առողջապահական համակարգը կարիք ունի դեռևս 100,000 մասնագետի, սա վերջին տվյալներն եմ ներկայացնում, այսինքն այնտեղ բժիշկների մեծ պակաս կա։ Եվ դա պատճառը, որ ամբուլատոր հատվածներում այդ սեկտորում շատ հաճախ ցավոք սրտի հիվանդները պետք է սպասեն մինչև որ ստանան անցնեն իրենց հետազոտությունը, բայց երբ որ խոսքը վերաբերում է անհետաձգելի վիճակներին, բնականաբար հիվանդանոցները աշխատում են 24-ժամյա ռեժիմով եւ բնականաբար հիվանդները սպասարկվում են։ Բժիշկների պակասը ինչով է պայմանավորված, գումարը քիչ է։ Իրականում բժիշկների պակասը պայմանավորված է նրանով, որ Գերմանիայում սովորող բժիշկները մեկնում են այլ գերմանախոս երկրներ, օրինակ Շվեյցարիա, որտեղ որ կարող են վաստակել 3 անգամ ավել գումար, քան Գերմանիայում, նաև սկանդինավյան երկրները՝ Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան,
իրենք նույնպես առաջարկում են բարձր աշխատավարձ ու գերմանախոս բժիշկների մեծ մասը լքում է Գերմանիան ու դրանով պայմանավորված արդեն բժիշկների քանակը նվազում է։ Հիմա Գերմանիայի առողջապահական համակարգում շատ ավելի շատ են արտասահմանյան բժիշկները, քան հենց իրենք գերմանացի բժիշկները։ Եթե մարդը չի օգտվում այդ առողջապահական ապահովագրությունից, ինչ է սպասում քաղաքացուն։ Շատ հազվադեպ է այդպես պատահում, չէ, սա արդեն սեփական պատասխանատվության հարց է, բայց որպես կանոն իրենք միշտ այցելում են բժիշկների, որտեղ իրանք ոչինչ չեն վետ։ Իրենք ամսվա սկզբից իրենց աշխատավարձի մի որոշ տոկոս հատկացում է առողջապահական ապահովագրությանը։ Ես ինքս ապահովագրված եմ, իմ աշխատավարձից, կեղտոտ աշխատավարձից մի որոշ հատված 700 եվրո մասնավորապես տրամադրվում է ամեն ամիս առողջապահական ապահովագրությանը։ Ու երբ որ ես ինչ որ մի առիթով ենթադրենք ինչ որ մի կոտրվածք կամ ինչ որ մի ցանկացած ինչ որ մի անհետաձգելի վիճակ, երբ որ ես պետք է դիմեմ հիվանդանոց, այդ դեպքում ամբողջը ապահովագրությունը փոխհատուցում է բնականաբար։ Մարդիկ, ովքեր որ չեն ցանկանում դիմել բժշկի, դա իրենց սեփական պատասխանատվությունն է, իրենք բնականաբար չեն ենթարկվում պատասխանատվության, որովհետև այսպես է մտածելակերպը, եթե դուք չեք անհանգստանում ձեր իսկ առողջության համար, ոչ մեկ չի անհանգստանա ձեր առողջության համար։ Բայց տոկոսային առումով շատ քիչ են այն մարդիկ, ովքեր որ չեն դիմում բժիշկների, հակառակը շատ այսպես ասած ամեն չնչին առիթի դեպքում իրենք փորձում են օգտվել ծառայությունից։ Հայերի նման մեկ բժշկի մոտից գնում են մյուսին, այսինքն չեն վստահում։ Չէ, իրականում չունեն այդ հնարավորությունը, որովհետև եթե մեկ բժշկի մոտ արդեն այցելել են, նույն խնդրի պատճառով երկրորդ բժշկի դիմելը գործնականորեն անհնար է, որովհետև ինչպես արդեն նշեցի, դա կլիներ լուքսուս, իսկ դա իրենք չեն կարող իրենց թույլ տալ, դա ճոխություն կլիներ դիմել մի քանի բժիշկների նույն խնդրի պատճառով, որտեղ ապահովագրությունը կտեսներ, որ տվյալ հիվանդը դիմել է նույն խնդրի պատճառով երկու տարբեր մասնագետների ու չէր փոխհատուցի, այդ դեպքում հիվանդը պետք է փոխհատուցի այդ գումարը։ Դե բա կարող է մարդը չի վստահում բժշկին։ Եթե չի վստահում, կարող է ոնց են ասում, իրավական ձևով այդ հարցին լուծում տալ, այսինքն եթե ես գտնում եմ, որ իմ բժիշկը ինձ ցույց է տվել սխալ բուժօգնություն կամ սխալ դիագնոզ ադրել, այդ դեպքում կարող եմ դիմել ոստիկանություն, ոստիկանությունը շատ արագ ու շատ օպերատիվ ձևով պարզում է արդյոք դա այդպես է թե չէ։ Կան համապատասխան էքսպերտներ, ովքեր որ նայում են այդ ամբողջ ենթադրենք հետազոտության տվյալները եւ եթե նրանք հանգում են այն եզրակացության, որ բժիշկը սխալ ախտորոշում ա դրել ու իրականացրել է սխալ բուժում, այդ դեպքում դա շատ մեծ խնդիր է տվյալ բժշկի համար։ Բայց նման դեպքերը հաճախ են պատահում։ Հաճախ չէ, բայց պատահում են։ Իրականում շատ հաճախ է պատահում այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, ուղղակի մենք չունենք Համենայն դեպս միգուցե ես լավ տեղեկացված չեմ, ամեն դեպքում այդ վերահսկողական մարմինը, որը որ հսկում է բժիշկների աշխատանքը, հասկանալու համար արդյոք ամեն ինչ 100% ճշգրտությամբ է լինում, ցավոք սրտի, ինչքանով որ ես եմ տեղյակ, այդքան լավ չի իրականացվում։ Ուռուցքային հիվանդությունների բուժումը եւս անվճար է։ Այո, ուռուցքային հիվանդությունների բուժումը ամբողջությամբ անվճար է։ Ինչա նշանակում անվճար է։ Առողջապահական ապահովագրության կողմից ամբողջովին ֆինանսավորվում է, այո։ Երբեմն տրանսպլանտացիաների կարիք է լինում, երբեմն տարբեր շատ թանկարժեք բուժական միջամտությունների կարիք է լինում, իրենք սոցիալական ապահովագրություն էլ ունեն, այսինքն եթե հիվանդը մենակ է ապրում ու չի կարողանում անկողնուց վեր կենալ, ապա իրեն նաև ապահովագրությունը օգնում է, որպեսզի մարդիկ կան, կանոնավոր իրեն այցելեն, իր դեղերը տան, իրեն փոխեն, այսպես ասած, հագուստները եւ այլն, այսինքն սոցիալական ապահովագրությունն էլ շատ բարձր մակարդակի վրա է Գերմանիայում, որովհետեւ մենակ ապրող հիվանդների քանակն էլ է բավականին մեծ, ի տարբերություն Հայաստանի, ու դրա համար միշտ հիվանդներին մենք հիվանդանոցում հարցնում ենք արդյոք իրենք կարիք ունեն լրացուցիչ օգնության եւ բնականաբար կազմակերպում ենք դա եւ սոցիալական ապահովագրությունը ծածկում է նաեւ այդ ծախսերը։ Հայաստանի քաղաքացիները տարբեր ճանապարհներով գալիս են Գերմանիա հիմնականում բուժման նպատակով, բայց ամեն հիվանդության դեպքում կարելի է գալ Գերմանիա եւ արդյոք կտրվի իրենց լիարժեք բուժում։ Շատ լավ հարց է, ինձ էլ են շատ հաճախակի դիմում հայ հիվանդները եւ ուզում են անպայման ընկնել Գերմանիա, քանի որ Գերմանիայում առանց ապահովագրության բուժում անցնելը բավականին թանկ, այսպես ասած, հաճույք է
մեծագույն մասը հիվանդների մեծ տոկոսը իրենք հանձնվում են որպես փախստական, որպեսզի ստանան փախստականի կարգավիճակ ու պետությունը, այսպես ասած, փակի բոլոր այդ ամբողջ բուժման ծախսերը։ Նմանատիպ դեպքեր կան հիվանդություններ, որի ժամանակ որ նաև մերժվում են, այսինքն սա ոչ լեգալ ճանապարհ է բնականաբար, իրենք ուղղակի փորձում են հիվանդությունը, եթե մտածում են, որ Հայաստանում չի բուժվելու, իրենք անպայման փորձում են գալ Գերմանիա կամ եվրոպական այլ երկրներ։ Չի ուզենա հիմա դրան անդրադառնալու, ասել ճիշտ եմ դա գտնում թե սխալ, դա մարդկանց ցանկությունն է եւ եթե ունեն հնարավորություն հասնելու այնտեղ, միգուցե ունեն այդ իրավունքը, բայց փաստը մնում է փաստ, որ եթե հիմնականում մեծագույն մասը գալիս են օնկոլոգիական խնդիրներով, այսինքն ուռուցքային հիվանդությունների արկայության դեպքում են իրենք փորձում հասնել Գերմանիա, եւ որպես փախստական հանձնվելուց հետո արդեն ստանում են բժշկական ապահովագրություն պետության կողմից ֆինանսավորվող եւ անցնում են համապատասխան բուժում, բայց ցավոք սրտի մեծ մաս դեպքերում արդեն խոսքը գնում է վերջին ստադիաներում գտնվող վերջին փուլերում գտնվող ուռուցքի մասին, որտեղ որ շատ մեծ բան անելու հնարավորություն չկա։ Բայց այս դեպքում օտար քաղաքացիից գումար է վճարում, չէ՞։ Գերմանական ապահովագրական ծառայությունը վճարում է փախստականին, որպեսզի հիվանդությունը բուժվի։ Բոլոր փախստականներին է վճարում, ոչ միայն հայ, շատ ուրիշ երկրներից են գալիս փախստականներ հենց բուժվելու նպատակով։ Այսինքն իրենք ունենում են այդ հնարավորությունը բուժվելու։ Գերմանացիները չեն բողոքում, մենք հարկ վճարենք, դուք։ Դա համակարգ է, գերմանացին չի կարող բողոքի, որովհետև նախ դա նախապատմություն ունի, Գերմանիայի անցյալը շատ ծանր անցյալ է, որովհետև Գերմանիայի նախկին իշխանությունների պատճառով 6 միլիարդ հրեա մորթվեց եւ սպանվեց, այսպես ասած հոլոկոստի պատճառով իրենք հիմա իրենց մարդասիրական իրենք հիմա պարտավորված են զգում իրենց մարդկանց օգնելու եւ դա է պատճառը, որ իրանք բարձր դրա մասին չեն կարող նշել։ Իհարկե, այսպես ասած, հիվանդանոցի ներսում իրենք բողոքում են, ասում են, որ դա մեր գումարներն են, մեր աշխատած գումարների միջոցով են այդ տվյալ մարդիկ բուժվում, բայց այսպես բարձրաձայն չի հնչում Գերմանիայի անցյալի պատճառով միգուցե։ Եմ կարծում, որ ցանկացած այնտեղ հայտնված քաղաքացու օգնություն ցուցաբերեն, ինչ որ ցանկացած քաղաքացու չէ, բայց փաստը մնում է փաստ հիվանդները, ովքեր որ ձեռք են բերում փախստականի կարգավիճակ, իրենք ստանում են բուժօգնություն։ Եթե իրենց հաջողվում է հասնել Գերմանիա, իրենք փաստացի ստանում են այդ բժշկական օգնությունը։ Ուրիշ հարցը, երբ որ ինչ-ինչ ձևերով, ինչ-որ մեխանիզմներով հայտնաբերում են, թե որտեղից է այդ մարդը եկել, եւ այսպես ասած ապահովում են, որպեսզի իրենք հետ վերադառնան իրենց երկիր այդ բուժօգնությունը ստանալու։ Քանի որ եվրոպական բոլոր երկրներում կարծում եմ կա դեղերը դեղատոմսով բաց թողնելու այդ մեխանիզմը, բայց Հայաստանում դեռ այն չի աշխատում, ներդրվեց, բայց չաշխատեց, որքան է դա ճիշտ։ Շատ ճիշտ է իրականում, իմ կարծիքով դա պետք է այդպես լինի, որովհետև բայց ես մի բան պետք է ասեմ մինչև հարցին պատասխանելը, ես վերջին անգամ Հայաստանում էի, սրանից առաջ Հայաստանում էի հունիսին եւ եթե չեմ սխալվում նշաբորբ ունեի ու փորձեցի հակաբիոտիկ վերցնել դեղատնից եւ ինձ ասացին, որ ես պետք է անպայման ներկայացնեմ դեղատոմս։ Իմ համար շատ անակնկալ էր, իրականում այդ պահին տհաճ էր, որովհետեւ ես ունեմ բժշկական անձնագիր, որը որ բոլոր երկրներում գործում է, այսինքն ես դրանով կարող եմ գնել ցանկացած դեղ որպես բժիշկ, այսինքն դա ապացուցում է, որ ես բժիշկ եմ եւ հասկանում եմ, թե ինչի համար եմ գնում դեղը, ու ըստ այդմ էլ դրա իրավունքը ունեմ, բայց ցավոք սրտի իմ անձնագիրը չճանաչվեց Հայաստանում, որովհետև իրենք ասացին, որ միայն դեղատոմսի արկայության դեպքում կարող են տրամադրել հակաբիոտիկ։ Իմ համար դա շատ անակնկալ էր։ Ես հիշում եմ ի սկզբանե, երբ որ ես դեռևս չէի սկսել բժշկական գործունեությունը, դեռևս ուսանողական տարիներում ուսանողության մեջ էի, այսպես ասած սովորում էի, աշխատում էի դեղատանը գիշերային հերթափոխով, որպեսզի կարողանամ գումար վաստակել եւ ես ինքս վաճառում էի դեղեր դեղատանը։ Այդ ժամանակ բացի հոգեմետներից բոլոր դեղերը ազատ վաճառքով կարողանում էինք վաճառել, այսինքն հիվանդները հնարավորություն ունեին դա ձեռք բերելու։ Դրա բացասական
դրական կողմը այն է, որ անտիբիոտիկները օրինակ, որոնք որ նորմայում չպետք է չարաշահվեն, չարաշահվում են հիվանդների կողմից, որովհետև ամեն չնչին սիմպտոմի դեպքում, օրինակ հազի դեպքում հիվանդները չեն նախընտրում գնալ բժշկի, վճարել կոնսուլտացիա եւ ստանալ համապատասխան բժշկական էքսպերտիզա, ունեն իրենք արդյոք այդ անտիբիոտիկի կարիքը թե ոչ, գնում են եւ չարաշահում են, որը որ իրականում, այսինքն կարիք չկար այդ դեպքում ընդունել անտիբիոտիկ, որտեղ անտիբիոտիկն էլ ունի իր բարդությունները, իր վտանգները եւ իրենք չնայած դրան ընդունում են դեղը, որովհետեւ իրենք ինքնաբուժությամբ են զբաղվում։ Ինչ վտանգներ դա իրենից ներկայացնում, այն, որ դա կարող առաջացնի երիկամների վրա ծանրաբեռնվածություն, երիկամային անբավարարություն, լյարդի վրա ծանրաբեռնվածություն, լյարդային անբավարարություն, կարող է նաև առաջացնել ռեզիստենտականություն, այսինքն այն միկրոբները, որոնք որ տվյալ անտիբիոտիկի նկատմամբ զգայուն են, պետք է իրենց որոշակի օրերով բուժել, որպեսզի այդ միկրոբները վերանան կամ ոչնչանան, բայց հիվանդները մեծ մաս դեպքերում չգիտեն դրա մասին ու իրենք օգտագործում են կարճ ժամանակահատվածով անտիբիոտիկ, այսինքն տվյալ միկրոբները չեն հասցնում կամ ամբողջովին չեն մահանում եւ մնում են օրգանիզմում ու ձևացնում են ռեզիստենտականություն եւ հետագայում եթե տվյալ հիվանդությունը կրկնվի, տվյալ անտիբիոտիկը այլևս չի ազդելու եւ դա բնականաբար բժշկի համար շատ բարդ է, որովհետև դա բուժելու համար պետք է շատ ավելի բարդ ու շատ ավելի թանկարժեք դեղեր կիրառել։ Գերմանիայում դա ամբողջովին կարգավորված է, Գերմանիայում հիվանդները կարող են ձեռք բերել դեղերը, որոնք որ ճնշում են իջեցնում, հակահիպերտենզիվ դեղերը, անտիբիոտիկները, մնացած այլ, այսպես ասած, բարդ դեղերը, որոնք որ հիվանդություններ են բուժում, դրանք դուրս են թողնվում միայն դեղատոմսերով։ Որոշ տեսակի ցավազրկողներ ավելի ցածր դոզայի բաց են թողնվում առանց դեղատոմսի ցավի բուժման համար, բայց հակառակ մնացած բոլոր հիվանդությունների դեպքում պարտադիր պետքա ռեցեպտի առկայություն, դեղատոմսի առկայություն կամ բժշկական անձնագրի առկայություն, որով որ բժիշկը կարող է ազատ դեղատնից գնումներ կատարել։ Գերմանիայի առողջապահական համակարգի որ փորձը կցանկանայիք բերել Հայաստան։ Իրականում շատ իդեաներ կան, այսպես շատ կուզենայի իմ ձեռք բերած փորձը ներդնել Հայաստանում, իրականում, ինչպես արդեն նշեցի, բժշկությունը բավականին տարբերվում է հայաստանյան բժշկությունից, մեկը օրինակ նշեմ, ուլտրաձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիա ասվածը։ Մենք այնտեղ չունենք որպես այդպիսին սոնոգրաֆիստներ, որպես մասնագետներ, յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է իմանալ իր, այսպես ասած, ոլորտի անատոմիան, եթե ես սրտաբան եմ, ես պարտավոր եմ իմանալ սրտի էխոկարդիոգրաֆիա, կամ եթե ես ընդհանուր թերապևտ եմ, ներքին հիվանդությունների մասնագետ եմ, պետք է տիրապետեմ ներքին օրգանների սոնոգրաֆիան, լյարդ, երիկամ, փայծաղ եւ այլն, եւ դա իրականացնում ենք մենք։ Եվ այնտեղի արձինատուրայի ընթացքում դա արվում է սիստեմատիկ կերպով, կանոնավոր, այնպես որ արդեն 5 տարի հետո, երբ որ տվյալ բժիշկը ավարտում է արձինատուրան, ինքը արդեն ամբողջությամբ պատրաստ է, ամբողջությամբ տիրապետում է սոնոգրաֆիկ հմտություններին։ Օրինակ դա շատ մեծ հաճույքով կուզենայի փոխել Հայաստանում։ Իհարկե համակարգային փոփոխությունների համար գումար է անհրաժեշտ, որը որ հուսով եմ քայլ առ քայլ Հայաստանում կիրականացվի, ինչպես որ առողջապահական ապահովագրության ներդրումը, իսկ առհասարակ կոնկրետ մասնագիտության հետ կապված, եթե վերցնեմ իմ որպես անհետաձգելի բուժօգնության մասնագետ այդ ոլորտը, շատ կուզենայի այդտեղ նույնպես հենց Գերմանիայի փորձը ներդնել, որտեղ որ միշտ պետք չի որ բժիշկը ներկա լինի, այլ միայն այնպիսի դեպքերում, երբ որ վիճակը լուրջ է, այդ դեպքում կանչում են բժիշկին եւ բժիշկը շատ արագ պետք է հասնի տեղ։ Այսինքն այնպես չլինի, որ բժիշկը բոլոր կանչերի ժամանակ ստիպված լինի գնալ այդ կանչին։ Դա շատ կուզենայի փոխել։ Ունեմ շատ իդեաներ, այս պահին ցավոք սրտի չեմ բոլորը, այսպես ասած, չեն գալիս, որպեսզի կարողանամ ներկայացնել, բայց ունեմ պլաններ եւ շատ կուզենայի դա, եթե իհարկե հնարավորություն ընձեռվեր, քննարկեի առողջապահության նախարարության հետ,
ունեմ այդպիսի գաղափար, հա, ճիշտն ասած, նաև ունեմ վերջերս ընկերներիցս մեկի հետ էի քննարկում դա, ինքը նշեց, որ ես ամբողջը գրի առնեմ թղթի վրա եւ եթե հնարավորություն ընձեռվի կազմակերպվի այդպես մի հանդիպում, որի ժամանակ որ կարելի էր ուղղակի նշել, թե կոնկրետ ինչը լավ կլիներ փոխել եւ միգուցե իրականացնել, ինչու ոչ։ Հիմա մինչև այս փոփոխությունները չտեսնենք, Հայաստան չեք վերադառնալու։ Երբեք մի ասա, երբեք, ես շատ կարոտում եմ Հայաստանը, իհարկե բավական մեծ բարդությունների միջով եմ անցել, այն ինչին որ հասել եմ հիմա Գերմանիայում, հիմա ես բաժանմունքի վարիչ եմ եւ ունեմ երկու մասնագիտացում, այսպես ասած երկու արձինատուրա, այնտեղ արդեն ավարտել եմ եւ բավական ծանր էր ճանապարհը, հեշտ չէր այդ ամեն ինչին հասնելը, բայց միշտ կարոտում եմ Հայաստանը, միշտ կարոտում եմ ընկերներիս, միշտ կարոտում եմ գոլեգաներիս, այս անգամ էլ մեծ սիրով այցելեցի իրենց, տեսա ու շատ ջերմ, այսպես ասած, էմոցիաներ զգացի։ Իհարկե ես շատ կուզենայի Հայաստան վերադառնալ, բայց երկիրը լքելու պատճառը այն էր, որ առողջապահական համակարգը շատ թերի մասեր ուներ եւ ես չէի ուզում առնչվել դրա հետ, օրինակ խոսում էի գոլեգաներիս հետ ու գոլեգաներս նշում էին, որ ինչպես նախկինում հիմա էլ հիվանդների հետ դիսկուսիայի մեջ են մտնում, այսինքն իրենք նշում են, որ ձեզ պետք է կատե, որպեսզի հասկանանք, օրինակ ենթադրենք, ինչ փուլում է գտնվում հիվանդությունը ու այդ ֆինանսական հարցերով իրենք անընդհատ կոնֆրոնտացիայի մեջ են հիվանդների հետ, որ մենք չունենք Գերմանիայում այդ խնդիրը։ Մենք դնում ենք ցուցումը, եթե կա ցուցում իրականացնելու տվյալ հետազոտությունը, իրականացվում է այդ հետազոտությունը։ Այսինքն մենք չենք քննարկում հիվանդի հետ դա բնականաբար հիվանդին տեղեկացնում ենք, եթե հիվանդը չի ուզում այդ հետազոտությունը, մենք չենք իրականացնում, դոկումենտացվում է դա, որ հիվանդի ցանկությունը հաշվի առնելով չի իրականացվում տվյալ հետազոտությունը, բայց այնպիսի դեպք, որ գումարի բացակայության կամ սղության պատճառով տվյալ հետազոտությունը չի իրականացվում, մենք չունենք այդ պրակտիկայում այդպիսի դեպք։ Իսկ այստեղ գոլեգաներս դեռևս այդ ֆինանսական մասով հիվանդների հետ կապի մեջ են ու դա ինձ շատ էր վանում մեր բժշկության համակարգում։ Դա էր պատճառներից մեկը, որ ես որոշեցի լքել Հայաստանը։ Երկրորդը բնականաբար, որը որ ինձ թվում է բոլորին է հասկանալի, աշխատավարձի չափը, որովհետև Գերմանիայում շատ ավելի բարձր է աշխատավարձի չափը, քան Հայաստանում։ Իհարկե կցանկանայի վճարվել Հայաստանում այնպես ինչպես որ Գերմանիայում, միանշանակ շատ վարկյան անգամ մտածելու հետ կվերադառնայի, բայց նաև հետ վերադառնալու համար արդեն բնականաբար պետք է հաշվի առնել տվյալ մասնագետի փորձը, հմտությունները ու ըստ արժանվոյին գնահատել, որպեսզի մարդ իրեն գնահատված զգա եւ սիրով աշխատի համակարգում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մենք զրուցում էինք թերապևտ, այրունաբան Տարոն Սարիբեկյանի հետ։